Summer Jazz նախագծով Արամ Խաչատրյանի տուն թանգարանն ու Արսեն Ներսեսյան եւ ընկերներ բենդը նոր ազատ եւ մտերմիկ հարթակի են վերածում երաժշտարվեստի հսկայի տան կանաչազարդ պուրակը։ Հունիսի 21-ին հայտնի խումբը կտա ամառային ջազ համերգաշարի մեկնարկը, ջազի երևանյան սիրահարներին ներկայացնելով ջազային ստանդարտների հատուկ համերգային ծրագիր։ Խաչատրյանական պուրակում խմբի առաջին համերգը տեղի է ունեցել թանգարանային գիշերվա ընթացքում։ Բենդի ղեկավար Արսեն Ներսեսյանի գնահատմամբ այս տարածքը մագնիսական ձգողականության ուժ ունի թե երաժիշտների եւ թե հանդիսատեսի համար։ Այդ լռության մեջ այդ տեսակի հավաքված եւ շուտ մագնետիկ բան կար եւ մեր նվագի մեջ առանց սուտ համեսության դա մեր շնորհքը չէր իհարկե այդ մթնոլորտներ եւ ուկնդիրների այգին որտեղով քայլել է ինքը Արամ Խաչատրյանը իր ոգեղենը թողնելով այստեղ դա ուրույն երաժշտական ազդեցություն ունի այս լռության մեջ։ Մեկնարկային համերգին բացի հիմնական կազմից դաշնակահար, սաքսոֆոնահար եւ վոկալիստ Արսեն Ներսեսյանից, գիտարահար Արամ Վարդանյանից, կոնտրաբասահար Արմեն Հովակիմյանից եւ հարվածային գործիքներ նվագող Միհրան Ներսիսյանից խմբին կմիանան նաեւ երկու հրավիրյալ երաժիշտներ՝ երգչուհի Պատրիսիա Օվանեսյանը եւ ֆլեյտահար Նելի Մանուկյանը, ասում են երաժշտության լեզուն, ներդաշնակության եւ նոր զգացողությունների մի հատուկ մթնոլորտ է ստեղծում։ Նույն լեզվով ենք խոսում, այսպես ասած, դրա համար շատ հեշտ ենք իրար հասկանում, իրար զգում եւ մարդկային գործոնն այստեղ շատ կարեւոր, որ մենք կարողանում ենք իրար նաեւ հոգեվոր ոնց որ մակարդակի վրա էլ զգալ։ Բացի բարձրակարգ ջազային երաժշտությունից, համերգի ունկնդիրները հնարավորություն կունենան այցելել թանգարանի հուշային հատված։ Թանգարանում վստահ են, որ ցանկացած նոր նախագիծ անհամեմատ ավելի է ընդլայնում հետաքրքրությունը Խաչատրյանի հանդեպ։ Մայստրոյի տան յուրաքանչյուր հատվածը նպաստում է այն բանին, որ այցելուն մեկ անգամ չգա թանգարան, նորից եւ նորից վերադառնա թանգարան եւ դրան նպաստում են ոչ միայն մեր համերգային ծրագրերը, մենք բազմաթիվ այլ նախագծեր ունենք, ինչպես նորագույն տեխնոլոգիաներով աշխատող նախագծեր եւ այլն։ Կոնկրետ ամառվա ժամանակաշրջանը փորձել ենք օգտագործել այսպես, որպեսզի մեր բակել գան։ Summer Jazz-ը խոստանում է ջազային եւ ոչ միայն երաժշտական անակնկալներ, որոնք կբացահայտվեն արդեն համերգային երեկոյի ընթացքում։ Նունե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։